ասում է, որ այս իշխանությունները ինչ-որ քրեական գործերի փաթեթներ ունեն, որոնք կարող են ցանկացած պահի գործարկել, օրինակ վերջին գործը այդպես հապշտապ արվեց, այսինքն մեկ վայրկյանում հոչարվեց, չէ, երևի ինչ-որտեղ դոսիե կա, հիմա այդ դոսիեն մեջտեղ է դուրս եկել, այդպիսի տպավորություն է։ Այն, որ երեք փաստացի թիվ 1 ամբիոնից հնչեցվել է քաղաքական պատվեր նախագահ Քոչարյանի եւ իր ընտանիքի անդամների նկատմամբ քաղաքական հետապնդում սկսելու, դա ակնհայտ է։ Այո, գզրոցներում ինչ որ միտեղ հավանաբար ինչ որ փաթեթներ կազմված պատրաստում էին ինչ որ պահի օգտագործելու համար, բայց սա քաղաքական ուղիղ ցուցումով տեղի ունեցած գործընթաց է, եւ սա ուրիշ բան ուղղակի որակել չի կարելի։ Եթե տեսնում եք նույն ձեռագիրը նաեւ Ծառուկյանի մասով էր իրականացվել, հա, միանգամից տուն ներխուժում, կալանավորում, ձերբակալում, հետո կալանավորում եւ բոլոր բիզնեսների նկատմամբ այս իրականությունը, այսինքն նույնիսկ Սիրուշոյի Պրեգոմեշի խանութներ են մտել, կապարակնքել են հիմնական օֆիսը, այսինքն սա ուղիղ մեկ կենտրոնից միանգամից մարդու ընտանիքի եւ իր հետ փոխկապակցված անձանց նկատմամբ իրականացող քաղաքական հետապնդումներ։ Գրանունը տվեց Փաշինյանը նիստերի դահլիճում, ասաց Աննա Գրիգորյանը, այսպես մոլի հեղափոխական էր, բայց տեսավ հեղափոխության մեջ փող չկա, գնաց ԶՊՄԿ, դարավ մոլի սանասարական, չգիտեմ, այս բաների, այս սպառնալիքների, այս հայտարարությունների հետ կապված ո՞րն է ձեր արձագանքը։ Նախ ես իրան ասում եմ, դու Ալիևի խամաճիկն ես, որովհետև Ալիևի հրահանգով մեր պետության բովանդակությունն ես ուզում փոխել, դրան ի պատասխան ինքը որոշում է իր արևին, ասենց կներեք այս բառի համար, ողորմելի փորձեր է իրականացնում իմ անձի հետ կապված ինչ որ հայտարարություններ անելու, ասում է ԶՊՄԿ եւ այլն, ես չգիտեմ ինքը ընդհանրապես ինչ նկատի ունի, ու ավելին, եթե ես իսկապես ուզենայի փող աշխատել, ես կմնայի վստահաբար այդ թիմում եւ իրենց նման ինչպես հիմա իրենք են փող աշխատում, ես կմնայի այնտեղ փող կաշխատեի, բայց իմ խնդիրը ընդհանրապես դա չէր, որովհետեւ կար ողբերգություն, Արցախի ողբերգությունը եւ դրանից հետո ես իմ քաղաքական գնահատականն եմ հնչեցրել, ես ես չեմ խանգարում։ Հա, ես իմ քաղաքական գնահատականը եւ դիրքորոշումը հնչեցրել եմ եւ դրանից հետո իմ գործունեությունը ծավալել եմ ու իմիջիալուց գիտեք կրկնում եմ ողորմելի փորձեր են նման շեշտադրումներն անելու, որտեղ ես իրեն անձնապես նայելով ասել եմ, եթե իմ անցնող տարիների գործունեության ժամանակահատվածում գտնեք մի դեպք, որտեղ որևէ անհատ, որևէ քաղաքական ուժ 10 դրամ ինձ ուղակի տվել է իմ քաղաքական գործունեության համար, ես հենց հիմա մանդատս դնում եմ եւ ընդհանրապես քաղաքական գործունեություն այլևս երբեք չեմ ծավալում։ Ես կրկնում եմ, բնականաբար ոչ, ինչի մասն է խոսքը։ Ես իմ համոզմունքների բերումով իրականացնում եմ այն քաղաքական գործունեությունը, ինչը իրականացնում եմ, եւ գիտեք ինքը ընդհանրապես տենց հիստերիայի մեջ է ընկնում, դիվոտում է, երբ որ դու իր աչքերին նայում ես եւ իրականությունն ես արտաբերում։ Իսկ իրականությունն այն է, որ ինքը առաջիկայում գնալու է ռազմավարական նշանակության զիջումների Հայաստանի պետականության համար, ինքը արդեն հայտարարել է, որ Տիգրան Աշենաքյարքի է, որ պետք է հանձնվի, ինքը արդեն հայտարարել է չունենալով սահմանադրական մեծամասնություն ազգային ժողովում, որ պետք է փոխվի սահմանադրությունը եւ մասնավորապես անկախության հռչակագրին հղումը պետք է դուրս բերվի, բայց այս զիջումների ֆոնին ինքը պետք է գնա այս քաղաքական ռեպրեսիաների եւ իր հայտարարությունները, բառամթերքը, որ օգտագործում է քրեական հեղինակության եւ այլին ավելի բնորոշ է, այն բառամթերքը, որ ինքը օգտագործում է, չի կարող բնորոշ լինել քաղաքական գործ, չի ելուր ասած երկրի ղեկավարին։ Այս բոլոր զիջումներից առաջ, եթե ամփոփի լինեմ այս հատվածը, այս բոլոր զիջումներից առաջ իրականացվող քաղաքական ռեպրեսիաներ են, որը ինչ նպատակ ունի հիմնականում։ Առաջինը որոշակի տեսարաններ ապահովել իր ընտրազանգվածի համար, որ ասի, տեսեք, արեցի, ասեցի, որ կնստացնեմ, նստացնում եմ։ Եվ ընդհանրապես վախի մթնոլորտ ստեղծելու, որ որևէ մեկը չհամարձակվի այլ կարծիք արտաբերել, ինչի մեծ հաշվով դրսևորումները տարբեր դեպքերում ունենում ենք։ Ինքը ասել եմ կզցնելու եմ ու կզցնելու։ Դե, այսինքն պահանջն է արել։ Տեսեք, այդ նույն բառապաշարի մասով նախ թույլ տվեք բառապաշարին անդրադառնալ։ Այդ բառապաշարը օգտագործող մարդը զարմանում է այն բարքերից, որ գոյություն ունի մեր բանակում։ Երբ որ ինքը ասում է բանակը մեր հասարակության հայելին է, բա դու թիվ 1 ամբիոնին կանգնած ես, թիվ 1 պաշտոնյան ես փաստացի, որ դու նման բառապաշարով խոսես, բա բանակում էլ այդ ամեն ինչը տեղի կունենա։ Ու ինքը թող պատասխանատուներ որևէ տեղ չփնտրի, բանակի այսօրվա տեղի ունեցող բարդակը եւ այն իրավիճակը, որ կա, այո, թիվ 1 պատասխանատուն հենց ինքն է եւ պաշտպանության նախարարը։ Իսկ այդ ժողովրդի պատվերի մասով, բա ժողովրդը իսկապես երեք Լևոն Քոչարյանն էլ ասաց։ Բա գիտեք ժողովրդը մեզ ինչ էր ասում։ Դուք գիտեք ժողովրդը ինչպիսի բառապաշարով եւ ինչ
տոնայնությամբ խոսում է այս իշխանությունների վերաբերյալ։ Ձեր մեղքը չի, որ չեք արել մինչև հիմա ժողովրդի ասածները, դրա համար էլ այսօր ինքն է դատարկաթորներին ձեր նայում, ասում ձեր մաֆիայի վերջը տալու եմ, կհասնելու եմ։ Անցնող տարիներին իսկապես մեր քաղաքական ուժը ամեն բան արել է իշխանապողության օրակարգը սպասարկելու համար, փողոցային պայքար, ազգային ժողով, եւ այսօր էլ ասացի, նախագահ Քոչարյանն էլ բազմաթիվ անգամներ ասել է, որ մինչև վերջ շարունակել ենք մինչև այս իշխանությունների հեռացումը, այո, մինչև հիմա չի ստացվել, բայց որևէ վարքյան հետ չեն կանգնելու։ Այսօր ես բառացի իրան ասացի, կապ չունի ում նկատմամբ միջքրեական հետապնդում կսկսես, որը բառացիորեն քաղաքական հետապնդում է, ես լինեմ նախագահ Քոչարյանը, մյուսը լինի։ Պատրաստ ենք հալածանքների, որտեղ գիտենք, թե սեղանին ինչ է դրված, գիտենք Հայաստանի Հանրապետությունը դարձում է արևմտյան Ադրբեջան, ու դրա համար որևէ կերպ կանգ չենք առնել։ Դուք ինչ որ բան եք ասում։ Երեք Նիկոլ Փաշինյանը ասում էր, դուք քաղաքականություն եք եկել կրքոտ ռետորի հետևից եւ դարձել եք Ռոբա Քոչարյանը սերժական կլանի ներկայացուցիչ։ Իսկ ներեք, ես ամեն տխմարություն պարտավոր եմ պատասխանել։ Ես կրքոր հռետոր ասելու նկատի ունեի իր այն կեցվածքը, որ բան չես ասում, մեկ էլ բան անում, հիստերիկ անում։ Դե դա փաստ է, դե չգիտեմ քաղաքական։ Ես, հա, կրքոտ հռետորի միջելուց իր բնորոշումներ իր մասին, եւ երբ որ ինքը սկսում է ցնցումների մեջ ընկնել, հիշում ենք նրա այդ ձևակերպումը իր մասին, այսինքն ես իր մասին իր ձևակերպումները վերադարձրել եմ իրան, որպեսզի կող դնենք իր այդ հռետորաբանությունը եւ բովանդակային զրույցները։ Դե հաճախ չի ստացվում կամ երբեք չի ստացվում։ Բայց եթե բովանդակությանը անդրադառնանք, ինչ է ասում, որ ես այո քաղաքականություն մուտք եմ գործել, սատարելով իշխանապողության օրակարգը, եւ ճիշտ է ասում, բայց հետո ինքը այդ իշխանապողության օրակարգը ինչ արեց։ Դարձրեց Արցախի հանձնման օրակարգ, որի օրակարգը չի եղել։ Եվ ես բնականաբար չէի կարող շարունակել այդ իշխանության մաս կազմել։ Տիկին Գրիգորյան, դուք ասում եք 3 ազգային ժողովի ամբիոնից ուղիղ ցուցում տվեց Նիկոլ Փաշինյանը իրավապահներին, բայց նոր էլ խոսեց, իհարկե չհերքեց, որ ինքն է ցուցում տվել, բայց ասեց այդ ցուցումը ես իրավապահներին տվել եմ 2026 թվականի հունիսի 5-ին Հանրապետության հրապարակում իրենց հանրավաքի եզրափակիչ ելույթի ժամանակ։ Դե սա արդեն հասկանում ենք, չէ, սա արդեն հասկանում ենք, չէ, որ պետության տարբեր ճյուղերի միջև ուղղակի բացակայում է բաժանումը։ Երբ որ ես մարդիկ խոսում են սահմանադրության մասին, որ սահմանադրության մեջ պետք է հստակ տարանջատում լինի տարբեր ճյուղերի միջև, ինքը ուղղակի դրել sense ջնջում է բոլոր հնարավոր գծերը, այսինքն իրավապահ համակարգը, դատական համակարգը հիմա պետք է առաջիկային որոշումներ կայացնեն, չէ՞, նույն նախագահի վերաբերյալ, նրա որդիների վերաբերյալ։ Հիմա ինքը փաստացի ուզում է ասի, որ չկա դատավոր, ով չի կարող, ով չի իրականացնի իր պատվերը։ Բաներ անում, այստեղ եկած ասում էր, այն դատավորները դեռևս սպասարկում են էլիտաներին, նախկին էլիտաներին եւ այլն։ Մինչդեռ հիմնական հատվածը դատավորների փոխված է, մնացել են մի քանի հոգի, ովքեր կարող են արդարադատություն իրականացնել։ Մյուս մասն էլ բոլոր իշխանություններին ծառայած, հիմա էլ Նիկոլ Փաշինյանին գլուխները կախ ծառայող դատավորներն են։ Հիմա այստեղից այդ հրահանգները իջեցվում է, ինչը նշանակում է ուղղակի չկա ժողովրդավարություն։ Եթե քննիչը նստած սպասում է Նիկոլ Փաշինյանը երբ է ցուցումը տալու ինչ որ գործ կարելու, իսկապես այստեղ որևէ խոսք լինել ժողովրդավարության մասին չի կարող, եւ ես շատ ցավում եմ, որ մեր միջազգային գործընկերները շարունակում են լուռ մնալ, համր մնալ, որևէ տառ ու բառ չեն արտասանում, որովհետեւ ամենայն հավանականությամբ այս իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը տեղավորվում է իրենց պատկերացումների մեջ, դրա համար լռում են, բայց ես շատ ցավով եմ ասում, որովհետև առիթներ ունենում ենք խոսելու, հաճախ համաձայնում են, գլուխները կախ լսում են, այս առումով որ դե հա էս է իրավիճակը, բայց բան ասել, բան անել չենք կարող։ Իր ամփոփիչ ելույթ ամբողջովին նվիրված էր հերրակա բանավեճի Ռոբերտ Քոչարյանի հետ, չնայած արդեն ձերբակալել որոշումը կայացված է, մեղադրանքը ներկայացնում են։ Ինչու է շարունակում Քոչարյանի հետ կռիվ տալ Նիկոլ Փաշինյանը, երբ որ իրավական բոլոր լծակներով ինքը արդեն, այսպես ասած, հանգուցալուծում է իր ուզած ձևով Քոչարյանի հետ կապված գործընթացները։ Այս ելույթը որ լսեինք, տպավորություն էր, որ Քոչարյանը դեռևս ազատության մեջ է եւ սպառնում է նրա իշխանությանը։ Նախ նախագահ Քոչարյանը դեռ ազատության մեջ է։ Այդ չնայած SMS-ը կարող է արդեն գրված լինել, այս բան նախագահ Քոչարյանը գտնում է հիվանդանոցում, այդ պահը երբևէ չի շեշտադրվել նախորդ ամիսներին եւս, բայց 2 շաբաթ առաջ նախագահ Քոչարյանը սրտի վիրահատություն է ունեցել, հիմա էլ գտնվում է հիվանդանոցում, հետագան պարզ կլինի, այսինքն կներկայացնեն կալանքի չներկայացնի, այս ուղղակի կարճ դիտարկում, որ դեռ ազատության մեջ է։ Բայց ինչու հատկապես նախագահ Քոչարյանի հետ այս հերրակա բանավեճը եւ մեծ հետ էլ քաղաքական ուժի եւ քաղաքական ուժի ղեկավարի հետ իշխանությունների ձեռքում, բայց որովհետեւ սա իսկապես տեսակի նախ ես մի քանի արձանագրում արեցի, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այդքան ատում է Ռոբերտ Քոչարյանին, նախ ընդհանրապես քրիստոնյա մարդու համար ատելությունը, մեղքը, բարկությունը, չարությունը, բայց ինքը չնայած սաղմոսներս որ երանիներն էր ասում, բայց ինքը իր էությամբ չի կարող քրիստոնյա լինի, որովհետեւ այդքան ատելություն իր մեջ պարուրված է։
Բայց ինչու՞։ Նախ եւ առաջ որովհետեւ նախագահ Քոչարյանը եզակի քաղաքական գործիչներից է կամ գործիչն է, ով որևէ առնչություն երբեք չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ եւ որևէ պարագայում պատրաստ չի լինի երբեք պայմանավորվել կամ համագործակցել իր հետ։ Ինքը դա լավ գիտի։ Ինքը լավ գիտի ամբողջ քաղաքական դաշտը ու շատ լավ է հասկանում, որ նախագահ Քոչարյանի հետ որևէ պայմանավորվածություն հնարավոր չի։ Եվ երկրորդը տեսակների ու մոտեցումների ընկալումների տարբերությունն է։ Մենք խոսում ենք հայկական բովանդակությամբ Հայաստանի Հանրապետության մասին, ինքը իբր այսպես փաթեթավորում է 4-րդ հանրապետություն, որի տակ ամբողջական ադրբեջանական նարատիվներն են տեղակայված։ Ու դրա համար է այս գաղափարական այո տեսակի եւ գաղափարական պայքարի խնդիրը։